Բարև։ Բակտերիաները հաղթում են հակաբիոտիկներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես զգուշացնում է, մենք հայտնվում ենք մի դարաշրջանում, երբ սովորական վարակը կրկին կարող է մահացու լինել։ Այսօր հավանականությունը, որ սովորական հակաբիոտիկն ուղղակի չի աշխատի, կազմում է 1/6-ի։ Սա արդեն ոչ թե կանխատեսում է, այլ վիճակագրություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցը հիմնված ավելի քան 100 երկրից հավաքված տվյալների վրա ցույց է տալիս. 2023 թվականին յուրաքանչյուր 6-րդ լաբորատոր հաստատված բակտերիալ վարակը կայուն է բուժման նկատմամբ։ Ընդամենը 5 տարում 2018-ից 2023 թվականներին կայունությունը աճել է 40%-ով։ Ամենատագնապալին այն է, թե կոնկրետ որ բակտերիաներն են դադարում արձագանքել բուժմանը։ Սովորական լավ հայտնի հարուցիչները, ինչպիսիք են աղիքային ցուպիկը եւ կլեպսիելան, առաջացնում են արյան վարակ, որը կարող է ավարտվել սեպսիսով եւ մահով։ Նախկինում այդպիսի դեպքերը հաջողությամբ բուժում էին երրորդ սերնդի հակաբիոտիկներով, ցեֆալոսպորիններով, սակայն այսօր աղիքային ցուպիկի շտամերի ավելի քան 40%-ն ու թոքաբորբի կլեպսիելայի շտամների 55%-ը զգայուն չեն այս դեղամիջոցի նկատմամբ։ Իսկ Աֆրիկայի որոշ տարածաշրջաններում ցուցիչը հասնում է 70%-ի։ Բժիշկները ստիպված են լինում անցնել ուշ ռեզերվի դեղամիջոցների, հզոր կարբապենեմների ու ֆտորխինոլոնների, սակայն դրանք նույնպես կորցնում են էֆեկտիվությունը։ Այն, ինչ վերջերս հազվագյուտ երևույթների շարքում էր, այժմ վերածվում է նորմայի։ Եթե տենդենսը շարունակվի, դարի կեսերին կայուն վարակները տարեկան կխլեն 10 միլիոն մարդու կյանք, նույնքան որքան այսօր մահանում է քաղցկեղից։ Ինչու է դա տեղի ունենում։ Ամեն ինչ պարզ է, բակտերիաները ավելի արագ են ենթարկվում էվոլյուցիայի, քան մարդկությունը հասցնում է ստեղծել նոր դեղամիջոցներ։ Մենք ինքներս ենք արագացնում բակտերիաների էվոլյուցիան վիրուսային վարակների ժամանակ հակաբիոտիկների անկառավարելի կիրառմամբ, բուժման կուրսերը ինքնակամ դադարեցնելով ինքնաբուժմամբ։ Մեր յուրաքանչյուր նման քայլ իսկական գոյատևման դաս է բակտերիաների համար։ Առավել ծանրը իրավիճակը հարավ-արևելյան Ասիայում, արևելյան միջերկրածովյան հատվածում եւ Աֆրիկայում։ Այստեղ կայուն է յուրաքանչյուր 3-րդ կամ 5-րդ վարակը, իսկ պայքարի ռեսուրսները նվազագույն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է կոնկրետ քայլեր՝ հակաբիոտիկների ողջամիտ կիրառում, խիստ վերահսկողություն ու մոնիտորինգ, նոր դեղամիջոցների ու ախտորոշման արագ թեստերի ստեղծում, նաև պատվաստումներ, քանի որ որքան քիչ են վարակները, այնքան բակտերիաները քիչ շանս ունեն պաշտպանություն ստեղծելու։ Հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ կայունության հարցերով առողջապահության համաշխարհային կազմակերպության միջգերատեսչական խումբն այս խնդիրն անվանում է մարդկության առջև ծառացած 10 գլխավոր սպառնալիքներից մեկը ու զգուշացում։ Ժամանակն աշխատում է ոչ մեր օգտին, բակտերիաները չեն սպասում։ Մեծ Բրիտանիայում նեյրովիրաբույժներն անսովոր վիրահատություն են անցկացրել։ Ուղեղում էլեկտրոդներ տեղադրելիս նրանք խնդրել են հիվանդին կլարնետ նվագել։ Այդպես բժիշկները ճշգրիտ իմացել են, թե ուղեղի որ հատվածներն են պատասխանատու կոորդինացիայի եւ մոտորիկայի համար։ 65-ամյա Դենիս Բեկոնը նախկին լոգոպեդ է եւ երաժշտության սիրահար, ով 2014 թվականից ապրում է Պարկինսոնի հիվանդությամբ։ Դեղամիջոցները դադարել են օգնել, իսկ կնոջ մոտ ուժեղացել է շարժումների դանդաղումն ու մկանային ռիգիդությունը։ Դա խանգարում էր ոչ միայն քայլելու լողալ, այլև կլարնետ նվագել, ինչը միշտ գլխավոր ուրախություններից էր Դենիսի համար։ Վիրահատությունն անցկացրել են Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոցում։ Կինը գտնվել է գիտակից վիճակում, տեղային անզգայացմամբ բժիշկները տեղադրել են հատուկ էլեկտրոդներ ուղեղի խորը ստիմուլյացիայի համար։ Վիրահատության ընթացքում Դենիսը կլարնետ է նվագել, ինչն օգնել է բժիշկներին մաքսիմալ ճշգրտությամբ ընտրել միացման ամենաօպտիմալ կետերը։ Արդյունքը երևացել է միանգամից, երբ էլեկտրոդները միացրել են իմպուլսների գեներատորին, նվագելիս կնոջ մի ձեռքի մատների շարժումները նկատելիորեն ավելի վստահ են դարձել, իսկ կլարնետի ձայնը ավելի մաքուր եւ հարթ։ Ամբողջ վիրահատությունը տևել է մոտ 4 ժամ եւ հաջողությամբ էլ ավարտվել է։ Դենիսը պատմում է, որ նույն օրը զգացել է բարելավումը։ Այժմ նա կրկին վստահ քայլում է ու պլանավորում վերադառնալ լողին ու պարերին։ Ուղեղի վրա բաց վիրահատությունները պարբերաբար անցկացվում են տեղային անզգայացմամբ, հիվանդի հետ հետադարձ կապը պահպանելու համար։ Սակայն դեպքերը, երբ մարդը վիրահատական միջամտության ժամանակ նվագում է երաժշտական գործիքով, բավականին հազվադեպ են։ Այդուհանդերձ նեյրովիրաբուժության պատմության մեջ արդեն եղել են հիվանդներ, ովքեր վիրահատության ընթացքում իրենց ձեռքն են վերցրել կիթառ, ջութակ, բանջո եւ անգամ սաքսոֆոն։ Նոր կլինիկական հետազոտությունը կասկածի տակ է դրել դեպրեսիայի բուժման ընթացքում կետամինի արդյունավետությունը։ Դուբլինի Տրինիտի քոլեջի հետազոտողները պարզել են, որ կետամինի ներարկման կուրսն արդյունքներով չի գերազանցում անքսիոլիտիկներով սովորական սեդացիան։ Հետազոտությանը մասնակցել է չափավոր կամ ծանր դեպրեսիայով 65 հասուն բուժառու։ Նրանց միջին տարիքը 53 տարի է, մեծ մասը տղամարդիկ։ Բուժառուներին պատահականության սկզբունքով բաժանել են երկու խմբի։ Մի խմբին անցկացրել են կետամինի 8 ինֆուզիա, մյուսին ներարկել են միդազոլամ սեդատիվ դեղամիջոց, որն ընտրվել է որպես
այսպես ակտիվ պլացեբո։ Երկու խումբն էլ ստացել են նաև ստանդարտ թերապի։ Արդյունքն անսպասելի էր։ Կուրսի ավարտին կետամինի եւ պլացեբոյի միջև նկատելի տարբերություն չի հայտնաբերվել։ Դեպրեսիայի ծանրությունը գնահատող Մոնտգոմերի Ասպերգի Սանդղակով երկու խմբի ցուցանիշները համընկել են, իսկ տարբերությունները եղել են վիճակագրորեն ոչ նշանակալի։ Նույնը ցույց է տվել նաև KIDS-SR Սանդղակով բուժառուների ինքնագնահատականի ցուցիչը։ Այլ կերպ ասած, այլ կլինիկական պրոտոկոլի պայմաններում կետամինը փափուկ սեդացիայի նկատմամբ ոչ մի առավելություն չի ցուցաբերել։ Հեղինակները շեշտում են, որ արդյունքները չեն նշանակում կետամինից վերջնական հրաժարում, սակայն մատնանշում են այս դեղամիջոցի կիրառման ցուցիչների եւ ստանդարտների ճշգրտման անհրաժեշտությունը։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ գիրքը Նոբելյան մրցանակակիր Կաձուո Իսիգուրոյի Կլարան եւ Արևն է։ Կլարան ու Արևը պատմում է ապագայի աշխարհի մասին, որտեղ երեխաներն ունեն արհեստական ընկերներ, անդրոիդներ, որոնք ստեղծված են մարդուն հասկանալու եւ աջակցելու համար։ Գլխավոր հերոսը Կլարան արհեստական ընկեր է, ով հետևում է մարդկանց փորձելով հասկանալ ինչ է սերը, հույսն ու միայնությունը։ Նրա միամիտ, սակայն ճշգրիտ հայացքից Իսիգուրոն պատկերացնում է ինչպես մեքենան կփորձեր հասկանալ մարդկային գիտակցությունը։ Իսիգուրոն գրում է ոչ ռոբոտների, ոչ էլ տեխնոլոգիաների մասին, նա գրում է մարդկայնության մասին, այն մասին, թե ինչ է նշանակում սիրել, երբ քեզ կարող են ուղղակի անջատել։ Սա լուր, խելացի ու շատ սուր պատմություն է մեր մասին։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։